այս պատմությունը բոլոր նրանց համար է, ովքեր առաջին անգամ են այստեղ, կամ երկրորդ անգամ են, ովքեր դեռ նոր են փորձում փորձ անել, ընդունել Հիսուսին իրենց կյանքի մեջ, թե ոչ։ Հեռավոր 90-ական թվականներն էր, մի աստծոմարդ Պերոյի ֆուտբոլի ստադիոնում քրուսեյդ էր անցկացվում և վկայում է այդ անձնավորությունը։ Ասում է, երբ վերջացավ իմ ծառայությունը և ես վերադարձա Ամերիկա, ես մի նամակ ստացա մի աղջկանից։ Նամակում գրված էր հետևյալը. Բարև ձեզ։ Իմ անունը Մարիամ է։ Ես 21 տարեկան եմ։ Օրեր առաջ ինձ հետ մի բան պատահեց և ես ուզում եմ անպայման սա ձեզ տեղեկացնել։ Ես մեծացել եմ Որնանոցում, Մանկատանը։ 8 տարեկան էի, երբ հայրս հեռացավ տնից։ Մայրս ալկոհոլիկ էր, հարբեցող էր։ Հորս բաժանությունից հետո գնալուց հետո մայրս տվեց իրեն խմելու։ Երբ 11 տարեկան էի, մի առավոտյան արթնացա և պիտի դպրոց գնայի, ուզեցի արթնացնեմ մամայիս, որ ինձ դպրոց տանի։ Փորձեցի արթնացնեմ ու չկարողացա, որովհետև մայրս մահացել էր։ Եվ ես նայեցի, որ նրա շուրջ բոլորը դատարկ խմիչքի շշեր էին թափած։ Սոց աշխատողները տուն եկան և ինձ մի տեղ տարան։ Ես 11 տարեկան էի։ Տարան ինձ Մանկատուն և ես ապրեցի Մանկատանը և չափահաս դարձա, ինձ դուրս անեցին Մանկատնից։ Ես սիրահարվեցի մի տղայի վրա, որից էլ հղիացա և 21 տարեկան հասակում արդեն ունեի երեխա, բայց չունեի ամուսին և ես նույնպես մորս նման սկսեցի խմել։ Զբաղվում էի հարբեցողությամբ և նույն ձև թողնում էի այդ երեխային, ինչպես մայրս էր ինձ թողնում։ Բայց մի օր ես հասկացա, որ այլևս չեմ ուզում ապրել։ Հասկացա, որ կյանքը բեռ է դարձել ինձ համար և ես որոշեցի ինքնասպան լինել։ Վերցրեցի մեկ մեծ անկա դեղ և լցրեցի ձեռքիս մեջ, որ խմեմ այդ դեղերը և մեռնեմ։ Հիշում եմ, որ այդ օրը ես տանը մենակ էի։ Տանս մեջ բարձր ձայնով լսվում էր հեռուստացույցի ձայնը, ինչի վրա էր դրված, որտեղ էր դրված, ես չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հանկարծ հեռուստացույցի միջից մի տղամարդ գոռում էր. Հիսուսը սիրում է քեզ։ Ով որ ես, որտեղ որ կաս, որ քաղաքում ես, որ աշխարհամասում ես, ես ուզում եմ ասել, որ Տերն ինձ ասում է կա մեկը, որին այս խոսքն ասա, կանգ առ, Հիսուսը սիրում է քեզ, կանգ առ, Հիսուսը սիրում է քեզ։ Եվ ես կանգնած եմ և ասում եմ, սա ում մասին է այս պատմասում և հանկարծ դեռ այդ միտքը չէր ավարտվել իմ մեջ և ասել, ինչ որ մեկը հենց հիմա ինձ հեռուստացույցով է նայում և ես ասում եմ, եթե դու այդ մեկն ես, որ հենց հիմա ինձ հեռուստացույցով նայում ես, Հիսուսն ասում է, որ ասեմ քեզ, կանգ առ, ես սիրում եմ քեզ, ես կարող եմ փոխել քո կյանքը, միայն դու կանգ առ հենց հիմա։ Եվ այդ աղջիկն ասում է, շարունակում է գրել այդ հովին։ Ես չգիտեմ ինչպես ստացվեց, ես վայրենքագետի, ամբողջ ձեռքիս դեղերի պարունակությունը թափեցի գետին, բայց կարևորում եմ հետևյալը գրել քեզ, ում Աստծո մարդ գրել է, ինչ-որ մի բան այստեղ կատարվեց, երբ ես վայրենկա, դու դեռ շարունակում էր այդ ստադիոնից գոռալ, Հիսուսը սիրում է քեզ։ Դու դա ասեցիր ոչ թե 1, ոչ թե 5, ոչ թե 6, դու մի քանի րոպե շարունակ իրար հետևից գոռում էի, Հիսուսը սիրում է քեզ։ Ես ասացի, հայրս, մայրս, անգամ չեն սիրել ինձ, ես որբ եմ մեծացել, ես դին շպրտված երեխա եմ եղել, ես հասարակությունից և Մանկատանը վիրավորված երեխա եմ եղել, ոչ մեկ չի կարող ինձ իր սիրով բժշկել, բայց դու շարունակում էիր ով ասում եմ գոռալ, Հիսուսը սիրում է քեզ։
Դրեր հետևյալ խոսքերով, ով Աստծո մարդ, ոչ միայն այդ օրը ես բրկվեցի, դրանից հետո ես գտա իմ ամուսնուն, մեր ընտանիքը վերամիավորվեց, այսօր ես, իմ աղջիկը և իմ ամուսինը ապրում ենք ուրախ և երջանիկ կյանքով և ես ազատագրվել եմ ալկոհոլից, ազատագրվել եմ ինքնասպանության ոգուց, այն օրը, երբ դու չէիր դադարում ու գոռում էիր, Հիսուսը սիրում է քեզ, այդ բառերի միջից եկավ այնպիսի զորություն, որ ինձ ազատեց